Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Ով եւ ումից պետք է ներողություն խնդրի երեք ազգային ժողովում տեղի ունեցածի համար, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին վիրավորեց, սպառնալով նրանց ԱԱԾ-ի նկուղներ ուղարկել։ Նիկոլ Փաշինյանը արդեն Մոսկվայում է, իսկ Իլհամ Ալիևը կմնա Բաքվում ու չի մասնակցի հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։ 2 ամիս հայ-ադրբեջանական սահմանին կրակը չի դադարում, այս գիշեր էլ ադրբեջանական կրակոցներից խնածախում բնակելի շինությունների տանիքներ են վնասվել։ Արդյոք նոր-նորքի թաղապետը պետք է հրաժարական տար հայտնի ծեսկրտուքից հետո։ Իշխող քաղաքացիական պայմանագրում այս խնդրի շուրջ կարծիքները կարծես կիսվել են։ Մարմարի գյուղում արդեն 5-րդ օրն է փնտրում են 2-ամյա երեխային։ Հուսահատ ծնողները, հարևանները փորձում են հասկանալ, ինչպես անհետացավ 2-ամյա բալիկը։ Թշնամուն էլ չեմ ցանկանա, ասես ցավ դեն, ասես ցավավ։ Չերևացող մի ուրիշ կարգ ցավա, ներսից կրծում ա քեզ։ Երկրորդ անգամ սև ծուխ դուրս եկավ Վատիկանում Սիքստինյան մատուռի ծխնելույզից, ինչը վկայում է, որ նոր Հռոմի պապ դեռ չի ընտրվել։ Ով եւ ումից պետք է ներողություն խնդրի երեք ազգային ժողովում տեղի ունեցածի համար, երբ վարչապետը վիրավորեց ընդդիմադիրներին սպառնալով ԱԱԾ-ի նկուղներ ուղարկել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սակայն պնդում է վարչապետի հնչեցրած վիրավորանքների համար ներողություն պետք է խնդրեն ընդդիմադիրները իշխանություններին հրահրելու համար։ Ընդդիմադիրներն էլ իրենց հերթին տարակուսում են, ինչպես է գրեթե ամեն օր կրթելուց եւ կրթվելուց խոսող երկրի ղեկավարը այդ բառապաշարը օգտագործելուց հետո շարունակելու մարդկանց կրթել։ Եվ այս համատեքստում թերևս բաց մնաց ամենակարևոր հարցը։ Իսկ ով պետք է ներողություն խնդրեր ժողովրդից, որ ուղիղ եթերով հետևում էր այս ամենին։ Վարչապետը ընդդիմադիրներին համբալով դիմելուց հետո դեռ ներողություն չի խնդրել։ Նրա մամուլի խոսնակն Ազատության զանգերին չի պատասխանում, որպեսզի հարցնենք Նիկոլ Փաշինյանը այդպիսի մտադրություն ունի, թե ոչ։ Մինչ այդ ազգային ժողովի նախագահն է հայտարարում, ոչ թե կառավարության ղեկավարը, այլ Հայաստան խմբակցության անդամները իրենք պետք է ներողություն խնդրեն Փաշինյանից։ Ըստ Ալեն Սիմոնյանի նրանք են հրահրել երեկվա միջադեպը։ Այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լկտիության, պահվածքի հետևանք էր։ Ընդդիմությունից վարչապետի պահվածքն ու խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեցրած հայտարարությունները համարում են սպառնալիք։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը ընդգծում է, Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն պետք է կրի նաև վիրավորանքների համար։ Չբացառեց, որ կդիմեն իրավապահներին։ Մինչդեռ գլխավոր դատախազը այսօր խորհրդարանում միջադեպն արդեն որակեց քաղաքական։ Ընդդիմադիր պատգամավորը տարակուսած է, ինչպես է գրեթե ամեն օր կրթելուց եւ կրթվելուց խոսող երկրի ղեկավարը այդ բառապաշարն օգտագործելուց հետո շարունակելու մարդկանց կրթել։ Եթե մենք կրկնում եմ նորմալ երկիր լինեինք, ինքը պետք է ներողություն խնդրեր։ Պարտադիր պետք է ներողություն խնդրեր, որովհետև այդ ամեն ինչը լսել ենք ոչ միայն մենք, այլ նաև հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, հետեւաբար դա իսկապես նաև քաղաքական խնդիր է, որ ինքը պետք է ներողություն խնդրի։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչ երկրում ենք ապրում, երբ ազգային ժողովի նախագահան կարող է թքել, հետեւաբար ինքն էլ կարող է այդպես հանգիստ նման բառապաշար օգտագործել, որ ես ցանկություն չունեմ նույնիսկ կրկնելու։ Վարչապետն ու կառավարության անդամները երեք խորհրդարանում պատգամավորների հարցերին էին պատասխանում։ Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավոր հարցրեցին. ինչու են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող եւ կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները։ Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմին պատասխանատվության ենթարկել։ Բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասա։ Ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիկ պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։
Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Այսօրվա մամուլում մի սարսափելի պատմություն է հրապարակվել ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի իրականացրած առևանգումների եւ ահաբեկումների մասին։ 9 տարի առաջ հենց այսպես թերթը ձեռքին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պահանջում էր, որ իրավապահները մամուլի հրապարակմանը ընթացք տան եւ քրեական գործ հարուցեն։ Այլապես կստացվեր, որ ծառայում են օրվա իշխանությանը։ Երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը մամուլի հրապարակումների վերաբերյալ փոքրինչ այլ էր։ Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն։ Աննա Գրիգորյանը հակադարձում է վարչապետին։ Մամուլը դատական իշխանություն չէ, բայց իրավապահները մամուլի հրապարակումներին այն էլ կոռուպցիոն բնույթի պետք է ընթացք տան։ Իսկ դա ըստ պատգամավորի չի արվում Փաշինյանի քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Կոռուպցիայի դեմ պայքարը, որ Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, ըստ Գրիգորյանի տապալված է։ Ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ են իրենք թաղված, ոտից գլուխ։ Եվ ամեն անգամ, երբ փոքր ինչ հիշատակում ես կոռուպցիոն որևէ սխեմա, այո, Նիկոլ Փաշինյանը այսպես ճտիկը միանում է ու սկսում է գոռգռալ, որովհետև ինքը լավ է հասկանում։ 7 տարի առաջ եկել ասում էր ժողովուրդ գալիս եմ իշխանության, որպեսզի այլևս կոռուպցիա չլինի, 7 տարի անց իրենք բոլորը ոտով գլխով այսպես ընկել են կոռուպցիայի մեջ։ Դա է, որ իրանց անհանգստացնում է։ Ազգային ժողովի նախագահը այսօր պնդում էր, ընդդիմադիրները կոռուպցիայից պետք է չխոսեն, որովհետև հենց իրենք են կոռումպացված։ Գալիս ասում են, գիտեք ինչ, այս գործով հələ որ որևիցե մեկը հավաքված չի, հələ որ որևիցե մեկը արված չի, բա իհարկե պետք է պորտկես, պորտկումը առաջացնում, բա դու գիտես ինքը քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ որտեղ նաև քրեական գործեր կան, այո, կան գործեր, որոնք շարունակվում են, ու այո, ինչ որ մարդկանց հետևից գալու է այս նույն դատախազը, գալու է, պատժվելու են այդ մարդիկ։ Հայաստան խմբակցության պատգամավորը ընդգծում է, այսօր լրացավ Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին, ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու բոլոր լծակները նրա ձեռքում էին։ Թող բացահայտեր, ոչ թե 7 տարի անց ամբիոններից սպառնալիքներ հնչեցներ։ Նիկոլ Փաշինյանը արդեն Մոսկվայում է, իսկ Իլհամ Ալիևը կմնա Բաքվում ու չի մասնակցի հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։ Մինչ Ալիևը իր բացակայությունը հիմնավորել էր իր հոր նախկին նախագահ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտությամբ, Փաշինյանը Պուտինի հրավերը ընդունելու իր որոշումը բացատրել էր բալանսավորված քաղաքականություն որդեգրելու տրամաբանությամբ։ Նկատենք, որ իր պաշտոնավորման ընթացքում սա Փաշինյանի երկրորդ մասնակցությունն է մայիսի 9-ի զորահանդեսին։ Ես չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեն։ Նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի։ Իր պաշտոնավարման անցած 7 տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ մեկ անգամ է Մոսկվայում մասնակցել մայիսի 9-ի հաղթանակի շքերթին։ 2018-ին եւ 2019-ին նա Արցախում էր մասնակցում եռատոնի միջոցառումներին։ Արդեն 2020-ին Փաշինյանը չմասնակցեց շքերթին կորոնավիրուսի պատճառով։ Հայաստանի վարչապետն անգամ նամակ ուղարկեց Վլադիմիր Պուտինին, նշելով, թե համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս Մոսկվա մեկնել։ Առաջին անգամ Փաշինյանը Կարմիր հրապարակում տոնական զորահանդեսին մասնակցեց 2023-ին։ Նախորդ տարի 2024-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց մայիսի 9-ին նախատեսված հաղթանակի միջոցառումներին։ Ընդ որում այդ տարի Փաշինյանը նախորդ օրը մայիսի 8-ին Մոսկվայում ԵԱՏՄ նիստներ նախագահում, բայց Հայաստանի վարչապետը նույն օրն էլ վերադարձավ Երևան։ Փաշինյանը պատճառաբանել էր, թե ամեն տարի շքերթին մասնակցելը տարօրինակ է։ Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ եւ չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ։ Չեմ կարծում, որ մի քիչ տարօրինակ կլինի, որ ասենք ամեն տարի Հայաստանի Հանրապետության ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին։ Մինչդեռ այս տարի արդեն Փաշինյանը մեկնում է Մոսկվա պատճառաբանելով, որ նման առիթները բաց թողնելը ճիշտ չէ։ Միջոցառումը շատ կարևոր է, նաեւ երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ
ճիշտ չի լինի։ Իդեպ թեև վաղը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի հաղթանակի 80-ամյակի տոնական միջոցառումներին, սակայն հայկական զորախումբը Կարմիր հրապարակում ռազմական շքերթին չի մասնակցի։ Այդ մասին տեղեկացրել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մինչդեռ օրինակ 2020-ին հայկական բանակի 75 զինծառայողներ մասնակցել էին շքերթին, ծածանելով թամանյանական դիվիզիայի դրոշն ու Հայաստանի եռագույնը։ На марше парадный расчет вооруженных сил Республики Армения под историческим знаменем 89-й Таманской краснознаменной орденов Красной Звезды и Кутузова стрелковой дивизии. Командует парадным расчетом полковник Ашот Акобян. Թե ինչու է այս տարի չմասնակցելու որոշում կայացվել, պարզ չէ։ Պաշտպանության նախարարությունից պաշտոնական բացատրություն ստանալ չհաջողվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե որոշման պատճառների մասին տեղյակ չէ, բայց եւ ընդգծեց։ Եվ կարծում եմ վարչապետի մասնակցությունը ներողություն այդ բառի համար բոլ-բոլ է։ Ազգային ժողովի նախագահը, որ Փաշինյանի այցից օրեր առաջ մեղադրել էր Մոսկվային Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, այսօր շեշտեց, թե վարչապետը Ռուսաստան է մեկնում միմիայն վետերանների նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։ Մենք չենք կարա այդ մարդկանց արածը ուրանանք։ Քաղաքական որոշում է, որովհետև անցյալ տարի աշխարհակահաղական իրավիճակը այլ էր։ Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, որ Փաշինյանի կառավարությունում աշխատեց շուրջ 2 տարի, համոզված է, Հայաստանը հերթական անգամ վերանայում է Ռուսաստանի նկատմամբ մոտեցումները պայմանավորված ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությամբ։ Ի տարբերություն Բայդենի, նախագահ Թրամփի վարչակազմը շփվում է Մոսկվայի հետ բանակցություններ է վարում, ինչն էլ ազդել է Փաշինյանի մոտեցումների վրա։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ունենալ հետևողական միանշանակ մոտեցում տվյալ իրավիճակներում, եւ թե անցյալ տարի էր պետք մասնակցել, եւ թե նաեւ այս տարի է պետք մասնակցել։ Նախկին դեսպանը սակայն անընդունելի է համարում, որ թեև վարչապետն ի վերջո Մոսկվա մեկնելու որոշում է կայացրել, սակայն Հայաստանի զինված ուժերի զորախումբը շքերթին չի մասնակցի։ Պատճառը լուսավոր Հայաստանի ղեկավարի համոզմամբ այն է, որ ի սկզբանե Փաշինյանը մեկնելու որոշում չի ունեցել, եւ երբ վերջին պահին այն կայացրել է, զորախումբ ուղարկելն արդեն հնարավոր չի եղել, քանի որ տասնյակ զինվորականներ նախապես են մեկնում Ռուսաստան եւ հատուկ պատրաստվում զորահանդեսին։ Դուրս է գալիս, որ գնալու է եւ այնտեղ դիտելու է նաեւ Ադրբեջանի զորախմբի քայլերթը, բայց ոչ մեր պետության զորախմբի, էլի։ Իմ համար այս մոտեցումները շատ անհասկանալի են։ Զորախումբ ձեր կարծիքով ո՞րն է պատճառը։ Այսինքն սկզբից որոշվել է, որ չենք մասնակցում, չենք ուղարկում, զորախումբ պետք չի ուղարկել, որովհետեւ հնարավոր է վարչապետն էլ չմասնակցի։ Հետո որոշվել է, որ չէ, բայց վարչապետը պետք է մասնակցի, բայց արդեն զորախումբը չկա։ Որտեղ զորախումբը չես կարող դու վերջերու ուղարկել։ Դա երկար ժամանակ մոտավորապես 1 ամիս շուտ գնում են, այնտեղ անընդհատ պարապմունքներ են տեղի ունենում, շատ լուրջ միջոցառում է։ Չես կարող վերջին օրը որոշել, ասենք 80 հոգի մարդ ուղարկել, ասել դե թող գան քայլեն, այդպես չի լինում։ Հայաստանը հստակ հրավեր ստացել է եւ մերժել է այդ հրավերը։ Դուք գիտեք, որ հրավեր ստացել է զորահանդեսին մասնակցելու Հայաստանի զինված ուժերի կողմից։ Այո, ԱՊՀ բոլոր պետություններն են ստացել, միայն Հայաստանը չի ստացել։ Իդեպ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի համոզմամբ Փաշինյանը Մոսկվա մեկնելու որոշում է կայացրել տոնական միջոցառումներին զուգահեռ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ ունենալու ակնկալիքով։ Մեր մասնակցելու որոշման մեջ նաև դեր է խաղացել, որ Ադրբեջանն էլ է մասնակցելու։ Սակայն երեք հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հաղթանակի տոնակատարություններին չի մասնակցի հոր Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումների պատճառաբանությամբ։ Փոխարենը ադրբեջանական զորախումբը կմասնակցի տոնական շքերթին։ Այսինքն Ալիևը հաստատել է, Հայաստանից տեսել են, որ Ալիևը հաստատել է, մենք էլ ենք հաստատում, դե մենք է գնանք, հա։ Հետո վերջի պահին Ալիևը չեղարկել է։ Հիմա վաղը մենք տեսնելու ենք, որ Ադրբեջանի զորախումբը քայլում է, Ալիևը չկա, եւ տեսնելու ենք Հայաստանը զորախումբ չունի, բայց Փաշինյանը նստած նայում է այդ զորախմբին։ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Գրեթե 2 ամիս հայ-ադրբեջանական սահմանին կրակը չի դադարում։ Խնած աղցիների խոսքով այս գիշեր էլ ադրբեջանական կրակոցներից գյուղում բնակելի շինությունների տանիքներ են վնասվել։ Պաշտպանության նախարարությունը օրվա ավարտին հաստատեց լուրը լուսանկարներ հրապարակելով։ Ակտիվ հաղորդագրություններով տևական ժամանակ Բաքուն հայկական կողմին էր մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Երևանը վերջին շաբաթներին պարբերաբար հորդորում էր փաստեր ներկայացնել եւ երեք հայտնի դարձավ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը միմյանց նման փաստեր արդեն իսկ ներկայացրել են։ Հենց այսօր մնում եմ այդ թաղամասի տանիքներ են խփել, հացատան տանիքին ակպել, ոնց է 2-3 տանիքի տենց յուղի վրա կամ այդ խոսում էին, որ փիթերների ձայնը լսել են ու տեսել են, որ ծակվել է։ Տենց խոսակցություն կար, որ 3 ընտանիքի տանիք
խփել են, չգիտեմ կոնկրետ ում նա պատրոն գտել են, չեն գտել, դեռ հայտնի չի էլի։ Խնածաղցիների խոսքով ադրբեջանական գիշերվա կրակոցներից գյուղում բնակելի շինությունների տանիքներ են վնասվել։ Պաշտպանության նախարարությունը միայն երեկոյան մոտ հաղորդեց, այն էլ վնասված միայն մեկ տանիքի մասին, չնայած ադրբեջանական կրակոցները գյուղի ուղղությամբ ըստ ռազմական գերատեսչության եղել էին 3 երեկոյան 22:20-ի սահմաններում։ Հրապարակել էին նաև գնդակից վնասված թիթեղյա տանիքի լուսանկարները։ Տուժածներ ասացին չկան։ Գյուղի ուղղությամբ արդեն 1.5 ամիս չդադարող ադրբեջանական կրակոցների մասին պաշտպանության նախարարությունը 5-րդ անգամ է հաղորդում։ Բոլոր դեպքերում բացառապես այն ժամանակ, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել։ Ներկայանալ չցանկացող խնածախի բնակիչները պատմեցին, այս գիշեր կրակոցներն էլ ավելի ինտենսիվ են եղել։ Ահա որ ուժեղ կրակոցներ է, այսօր 10-20 կրակեցին, հետո 11-ին 20 պակաս կրակեցին, հետ միջև տենց 20 րոպե միջև 11:30 այդտենց կրակում էին ու շատ ահավոր։ Ոնց հասկացան, որ օթեր այլ թիրախա են գյուղներ։ Դա եթե մի գիշերվա մեջ 3 տանիք են զակել, բարձ չի որ արդեն գյուղն են թիրախավորել։ Խախտել են 11:30 չէին կրակում, հիմա կրակում են։ 10-20, բայց 2:30, բայց 3:11 են կրակել։ Նեվախենում ենք դուրս գանք, դուրս չեն գալիս տնից։ Սյունիքի մարզի սահմանամերձ այս գյուղում մարդիկ անհանգիստ են։ Ավելի շատ մտածում են երեխաների համար։ Հա, հիմա հանգիստ է, երեխաները դպրոց են հաճախում, մանկապարտեզ, ցերեկը ամեն մարդ իր գործով, բայց հենց գիշերը գալիս է, իրանք սկսում են արդեն կրակել։ Արդեն 50 օր է, նույն ձևի, նույն տեմպով իրանք շարունակում են, թե կառավարությունը ինչ է մտածում սրա մասին, մենք անհայտ վիճակով ապրում։ Եթե գյուղն են թիրախավորում, բաց չի որ հասարակը այսօր մեկը գա մեր տանիքի մենի, ես իմ երեխան վերցնելու եմ գնամ գյուղից ասեմ, բա արդեն խփում են։ Դե ուրա վերջանում, մարդիկ անհանգիստ են, 2 ամիս կլարանա չի վերջանում, ինչ կլինի հետո։ Խոզնավարում եւս կրակոցներ լսել են նույն ժամերին 10:30-ին, 2:00 եւ 4:30-ին։ ԵԿՄ նախագահ իշխանական քաղաքացիական պայմանագրից Սասուն Միքայելյանը հաստատել է սահմանին կրակոցների փաստը, բայց չգիտի ինչ են ուզում։ Երևանը վերջին շաբաթներին պարբերաբար հորդորում էր Բաքվին փաստեր ներկայացնել հայկական կողմի հնարավոր խախտումների մասին, ինչպես նաև հետաքննել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտումները։ Ֆակտոր TV-ին վարչապետի աշխատակազմից նախորդին տեղեկացրել են, որ թե Երևանը, թե Բաքուն միմյանց են փոխանցել հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկություններ։ Նաև քննությունից են խոսել, թե տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է եւ արդյունքների մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմից։ Սա մեջբերում էր։ Ինչի մասին է խոսքը, արդյոք ադրբեջանական այն պնդումներն են հետաքննել, թե հայերը կրակել են։ Թե հենց ադրբեջանցիների կրակոցների մասին սեփական քննության արդյունքներն են փոխանցել։ Պարզաբանումների համար կառավարություն գրավոր հարցում են ուղարկել, նաև ճշտելու արդյոք Բաքուն ընդունել է, որ խախտել է հրադադարը, եթե այո, ինչու է շարունակում։ Ադրբեջանցիները սկսեցին կրակել Երևանի եւ Բաքվի համաձայնությունից հետո, շուտով կլրանա 2 ամիսը։ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվեց, բայց չստորագրվեց ադրբեջանական նախապայմանների պատճառով։ Որևէ նոր բան չկա, այնինչ հրապարակային եղել է, կարելի ասել այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր չի թաքցրել ստորագրման հարցով հայկական կողմի հայտարարությունները հնարավորինս արագ փաստաթուղթ ստորագրել, անպատասխան են մնում։ Այս ֆոնին Բաքուն չի նահանջում պայմանագիրը ստորագրելու նախապայմաններից փոխել Հայաստանի սահմանադրությունն ու լուծարել Ղարաբաղյան խնդրով զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Երում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Արդյոք նոր-նորքի թաղապետը պետք է հրաժարական տար հայտնի ծեսկրտուքից հետո։ Իշխող քաղաքացիական պայմանագրում այս խնդրի շուրջ կարծիքները կարծես կիսվել են։ Մարմարիկ գյուղում արդեն 5-րդ օրն է փնտրում են 2-ամյա երեխային, հուսահատ ծնողները, հարևանները փորձում են հասկանալ, ինչպես անհետացավ 2-ամյա բալիկը։ Թշնամուն էլ չեմ ցանկանա, ասես ցավ տեն, ասես ցավ ապրի։ Իսի
չերևացող մի ուրիշ կարգ ցավ է, ներսից կրծում է քեզ։ Երկրորդ անգամ սև ծուխ դուրս եկավ Վատիկանում Սիքստինյան մատուռի ծխնելույզից, ինչը վկայում է, որ նոր Հռոմի պապ դեռ չի ընտրվել։ Արդյոք նոր Նորքի թաղապետը պետք է հրաժարական տար հայտնի ծեսկրտուքից հետո։ Իշխող քաղաքացիական պայմանագրում կարծես կարծիքները կիսվել են։ Դեռ շաբաթվա սկզբին քաղաքապետը Ավինյանը հայտարարեց, որ դատավոր չէ, գործը իրավապահների տիրույթում է, միջադեպն էլ սադրանք որակեց։ Այսօր արդեն խորհրդարանում տեղի ունեցած բուռն քննարկումներից մեկ օր հետո Ազգային ժողովի խոսնակը այլ տոնայնությամբ էր խոսում։ Արեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ նոր Նորքի թաղապետը պետք է հրաժարական տար։ Մեղադրյալի աթոռին հայտնված ակտիվիստ Արթուր Չախոյանը, սակայն նշում է, արդարադատության հույս չունի։ Նոր Նորքի թաղապետարանում ծեծվելուց հետո խուլիգանության համար մեղադրյալի աթոռին հայտնված ակտիվիստ Արթուր Չախոյանը դեպքից ավելի քան մեկ շաբաթ անց չի հարձակնվել, որևէ քննչական գործողության դեռ չի մասնակցել։ Առողջական խնդիրներ եմ ունեցել, դրա հետ կապակցությամբ ոչ մի գործողության չեմ մասնակցել։ Այսօր քաղաքապետարանի շենքի առջև հրավիրած ասուլիսում ակտիվիստն ասաց, որ հիվանդանոցից օրերս է դուրս գրվել, առաջիկայում կգնա հարցաքննության։ Թեև հետևողական է լինելու, որ նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն իր թիմով պատասխանատվության ենթարկվի իրեն թաղապետարանում ծեծելու համար, բայց արդարադատության հույս չունի։ Հակառակ դեպքում, ասում է թաղապետն ու մյուսներն արդեն կալանքի տակ պետք է լինեին։ Ավելին, Տեր-Մարգարյանն էլ ազատված աշխատանքից։ Թաղապետը մենակ լիներ, որ 10 հոգով հարցակվում են ին վրա, ես լինեի։ Մա պատկերացնում եք, հիմա ինձ ձերբակալել էին, կալանավորել էին եւ այլն եւ այլն։ Եթե ձեր կուսակիցը չի եւ դուք արդար եք, խի միջորս կալանավորված մարդ չկա, բայց եթե մա ընդդիմադիր դաշտից որևիցե մեկը լեր, հենց արդեն վсё կալանքի տակ կլիներ։ Երևանի Ավագանիում իշխող քաղաքացիական պայմանագրի դաշնակից Հանրապետություն կուսակցությունն իր թիմակից թաղապետի արարքը թեև դատապարտեց, բայց նաև Չախոյանին մեղադրեցին, թե նրա սադրանքին է տրվել Տեր-Մարգարյանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւս բռնությունը դատապարտեց, բայց իր ենթակային աշխատանքից չազատեց։ Ես դատավոր չեմ ասաց ու փակեց թեման վերջին գործակարգավարական նիստում։ Ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Ժողովուրդ ճանապարհ դուրս ենք գալիս։ Այս ֆոնին սակայն իշխող ուժից արդեն սկսել են կարծիքներ հնչել, որ վարչական շրջանի ղեկավարը պետք է հրաժարական տա։ Շատ վատ դեպք կա։ Հանրապետություն կուսակցությունը, եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, Հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր մեկ ասում էր, որ թաղապետի հեռանալու հարցը պետք է Ավագանիում իրենց դաշնակից Հանրապետությունը որոշի, մյուս կողմից ակնարկում, որ այս դեպքը գալիք ընտրություններին ընդառաջ վատ կանդրադառնա այդ կուսակցության վարկանիշի վրա։ Միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու բանա պետք, համարձակություն է պետք։ Եվ այդ համարձակությունը, եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը դրսևորի, պարոն Սարգսյանը դրսևորի, ես վստահ եմ, որ դա միայն Եվրոպամետ, ազատ մտքի, ազատության ջատագով ուժին միայն դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ։ Արդեն 3 տարի քաղաքային խնդիրները բարձրաձայնող կոռուպցիոն գործարքների մասին հազանգող Արթուր Չախոյանի ու նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև կռիվ էր ընկել ակտիվիստի վերջին բացահայտումից հետո։ Չախոյանն ու Երևանի Ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոբ Մանուկյանը մասիվի մանկապարտեզի թերություններն էին ուղիղ եթերով ցույց տվել։ Պատի քարերը, ներկը, ասֆալտը հեշտությամբ պոկվում ու մնում էին նրանց ձեռքերի մեջ։ Մանկապարտեզն էլ նորոգել էր Լիլիան Արմ ընկերությունը, որն ըստ ակտիվիստի իշխանության ներկայացուցչին է պատկանում։ ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է էսի։ Այսինքն ձեր գլխին պետք է տա։ Որ հասկանաք։ Այցից հետո Չախոյանը զանգ էր ստացել հենց նոր Նորքի թաղապետից։ Ակտիվիստը հիմա էլ է պնդում, Տեր-Մարգարյանը հայհոյել էր իրեն, ինչից հետո հայհոյանքները փոխադարձ էին դարձել։ Չախոյան այդ որ նյութ է կանում թաղապետին մատնանշում վրեն, կողմ Մեսրոպի, լսի
Հաջորդ օրն էլ Չախոյանն ու Մանուկյանը Թաղապետարանի շենքի ներսում բողոքի ակցիա էին արել։ Տեր Մարգարյանի նկարի վրա յոգուրտ էին լցրել ու պնդել, Թաղապետի բառապաշարին համարժեք ակցիա են անում։ Հաջորդ օրը, երբ Չախոյանը ցանկանում էր մասնակցել Նոր-Նորքի Թաղապետարանում ընթացող հանրային լսմանը, անձամբ Թաղապետի կողմից դաժան ծեծի ենթարկվեց տեսախցիկների առջև։ Լավ տղեն դու չես։ Այս պատմությունից հետո քննչականը երկու գործ է հարուցել 6 մեղադրյալներով։ Յոգուրտով ակցիայի համար խուլիգանության հոդվածով մեղադրյալի աթոռին են Չախոյանն ու Ավագանու ընդդիմադիր անդամը, իսկ ակտիվիստին ծեծելու դրվագով Տեր Մարգարյանն ու նրա թիմակիցները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով։ 6-ն էլ ազատության մեջ են, երկրից չբացակայելու արգելք ունեն։ Բռունցքներով Արթուր Չախոյանի վրա հարձակված Տեր Մարգարյանը դեպքից օրեր անց ներողություն խնդրեց ու հայտարարեց, չպետք է տրվեր սադրանքին։ Եվս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Մինչ վարչապետ Փաշինյանը 3 խորհրդարանում հայտարարում էր, որ ինքը Թաղապետի հարցով չի զբաղվելու, դա իրավապահների գործն է, Չախոյանը պնդում է, նրա թիմը պետք է ազատի Թաղապետին, որը միտումնավոր է սադրանքի գնացել, որ ինքը չմասնակցեր հանրային լսմանն ու չբացահայտեր հերթական անօրինականությունը։ Կարան իրանք Հայաստանի ինքնիշխանությունը նույն ձև պաշտպանեն Երևանի քաղաքապետարանում Երևանի փոսերի համար։ Հանրապետություն կուսակցությունը ծեծից հետո պնդել էր, թե միջադեպը պլանավորված եւ կազմակերպված սադրանք է, որի թիրախը մեջբերեմ Հայաստանի ինքնիշխանությունն էր։ Կուսակցության ղեկավարն էլ պնդել էր, թե Չախոյանի ու նրա համախոհների հետևում Ռուսաստանն է կանգնած։ Ինքը Չախոյանը կտրականապես հերքում է որևէ ուժի, այդ թվում դրսի ֆինանսավորումն ու ընդգծում, շինարարությամբ է ապրուստը վաստակում, բայց հիմա փաստաբանի փող էլ չունի։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու կասկածի հիմքով կա մեկ ձերբակալված, անունը չի նշվում։ Գևորգ Ստեփանյանը տեղի ունեցածը կապում էր իր քաղաքական գործունեության հետ։ Արդեն երկրորդ օրը ազգային ժողովում ակտիվ քննարկվում է ԱՆԻՖ-ի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ կապված սկանդալային պատմությունը, որ հայտնի է կասկածելի եւ միլիարդների փոշիացած ներդրումներով։ Հարցն այսօր բարձրացրեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ գլխավոր դատախազը անցած տարվա գործունեության զեկույցներ ներկայացնում Աննա Վարդապետյանը չբացառեց, որ մոտ ապագայում այս գործով կարող են նաեւ քրեական հետապնդման դեպքեր լինեն։ Ում են հետապնդելու Վարդապետյանը չնշեց նախաքննությանը չվնասելու պատճառաբանությամբ։ ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր եւ պարգևավճարներ ստանալու հայկական ավիաուղիներ Փակbaşıնետիրական ընկերության Fly-Arna Anji Service, Outsource SP, Areva Consulting, Caucasus Services, Midcube K&G, Masdar, Sermից Ferma, Hard Rock, Global Connect, Tavros, Apaga Project ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները։ Մեկ դրվագով բավական լուրջ գումարի մասին, մոտ $2 միլիոն մասին է խոսքը, մեկ դրվագով ունենք արդեն հեռանկարով քննություն, հեռանկարի նկատի ունեմ քրեական հետապնդման եւ այո, հարցաքննվել են եւ շարունակում են հարցաքննվել։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր։ Ըստ Ազատության եւ Հետքի հետաքննությունների անցած տարի լուծարված հիմնադրամը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում գումարներ է տրամադրել նրա համադասարանցուն եւ կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին։ Մարմարիկ գյուղում արդեն 5-րդ օրն է, շարունակում են 2-ամյա երեխայի որոնել հարյուրավոր մարդիկ, փրկարարներ, ջրասուզակներ եւ կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկաններ, Մարմարիկի բնակիչները եւ կամավորները փորձում են գտնել փոքրիկին։ Հուսահատ ծնողները, հարևանները փորձում են հասկանալ, ինչպես կարող էր անհետանալ 2-ամյա բալիկը։ 5-րդ օրն է փրկարարները, ջրասուզակները ոտքերով, ձեռքերով շոշափում են Մարմարիկի ջրերի մեջ ամեն թուփ, բետոնի կտոր, քար, 2 տարեկան փոքրիկը դեռ չի գտնվել։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանն արդեն չի հիշում, թե քանի անգամ է գետով վեր ու վար արել։ Գետի դեպքը ինքը
Մի քիչ ուրիշ է, էլի, ասենք նույնը Սևանա լճում կամ չգիտեմ ջրամբար լճերը մալում են ուրիշ ձև է, գետինը ամեն մեկը տարբեր է, անկանխատեսել սկսած ջրի հոսքից, ունից, ներքևում եղած այդ բռնող տեղեր, բռնող ասած այդ ցեպի տնող աղբա, չգիտեմ, քարեր, ծառեր, ջուղեր, արմատներ։ Վերջին անձրևներից Մարմարիկը վարարել է, հունը բարձրացել։ Ամենամեծ խնդիրն այս պայմաններում ըստ ջրասուզակի այն է, որ որոնում են ընդամենը 2 տարեկանի, շատ փոքրամարմին տղայի, շատ վարար կետում։ Ինչ տարբերակա փորձում ենք անել։ Փոքրիկ Տիգրանը մայիսի 4-ին առավոտյան 11-ի կողմն է անհետացել։ Հայրն ու պապիկը մեքենայի վրա գործ էին անում տան կողքին։ Տղան քույրիկի հետ նույն տարածքում էին։ Քույրը տուն է գնացել։ Ինքը երեխան թողել աստե, ինքը գնացել է տուն։ Երեխան դե խաղում էր։ Ես վերջի անգամ որ նկատել եմ երեխանը տել է։ Խաղում էր, ես է պատկերացրի դե խաղալով գնատում։ Երեխայի պապիկը մտաբերել չի կարողանում 5 թե 10-15 րոպե անց են նկատել, որ երեխան ոչ բակում է, ոչ էլ տանը։ Այժմ քննվող վարկածներից մեկն այն է, որ նա գետն է ընկել։ Պետրոսյանների տնից մինչև ջուրը մոտ 50 մետր է։ Փոքրիկը կարող էր այդտեղ հասնել տան կողքի ճանապարհով կամ հենց իրենց տնամերձ հողամասով։ Բոլոր տարբերակները, ինչքան հավանական տարբերակներ կա, մենք նայում ենք, հնարավոր է, որ ասենք այգու մեջով ասենց որ նայում ենք, գնում է դեպի գետ։ Այն փոքրիկ դուռը հենա, կա, ասենք, էդի վարկածները, որ բնակիչները իրանց ասում են, որ կարա եւ այդ դռնից ինքը դուրս գա, ընդհանրապես մի 7-8 մետր է գետը արդեն էլ իրանց այդ այգուց դուրս։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը ցույց է տալիս այն ճամփան, որով կարող էր անցած լինել երեխան ու հասնել գետին։ Ընտանիքը սակայն փոքրիկի տնամերձով անցնելը հավանական չի համարում, որովհետև ըստ պապիկի նա առանց ծնողների այդքան մետրեր չէր գնա։ Չեմ գործում, որ ինքը մենակով գնար։ Եթե որ հետևից էր, ասենք երեք գնացած էր, ինքը հետևից էր, չեմ բացառում գնել այդպես բան։ Մաս չէ։ Տան կողքով պտտվող ճանապարհը կգնար, Վոլոդիա Պետրոսյանն ասում է, հենց այդտեղ էինք աշխատում, կտեսնեինք։ Գետի մյուս ափին խանութ կա, որ տեսախցիկ ունի, հենց այդ ճամփան երևում է։ Դեպի գետը գնացող Տիգրանին կադրերում չեն տեսել։ Բոլոր վարկածները մեզ հետաքրքրում է, այդ բոլոր վարկածների հետևից մենք գնում ենք, որ ինչ-որ մի արդյունքի հասնենք։ Փոխգնդապետ Սեդրակյանի խոսքով որոնումները միայն ջրում չեն, գյուղն ու հարակից տարածքները, բոլոր շենք-շինությունները, խորշերը նայում են, անօթաչուներ են աշխատել առաջին 3 օրերին, նաև կինոլոգներ, սակայն անձրևից հետո շների ներգրավումն ասում է այլևս արդյունավետ չէ։ 218 փրկարար ու 170 ոստիկան ներգրավված է երեխայի որոնման աշխատանքներում, գյուղում նաև բազմաթիվ կամավորներ կան։ Մինչև չենք գտել, մենք որոնողական աշխատանքները շարունակելու ենք։ Առաջին օրերից քննվում է նաև փոքրիկի առևանգման վարկածը։ Մայիսի 4-ի առավոտյան ժամերի գյուղի անցուդարձը Պետրոսյանների տան հատվածում ուսումնասիրվել է, ասում է Սեդրակյանը։ Շուրջ 2 տասնյակ մեքենաներ, որ մտել են բնակավայր, հարց ու փորձ են արել, շուրջ 5 տասնյակ անձանց հարցաքննություն են իրականացրել։ Փոխգնդապետ Սեդրակյանի խոսքով հիմնական կասկածը սակայն գետն է մնում։ Տիգրանենց տան մոտից մինչև աղբյուրակի ջրամբար մոտ 15 կիլոմետր ջրասուզակները շարունակում են որոնումը։ Մի մասը սուզվում են, մյուսները ափամերձ թփուտներն ու ծառերի արմատները քրքրում։ Փոքրիկի ընտանիքը փրկարարների աշխատանքը բարձր է գնահատում։ Միայն խնդրում են սոցցանցային կյանքով ապրողներին չճշտված տեղեկություններ չտարածել, կասկածելի զանգեր չեն ստացել, էքստրասենսների կանխատեսումներով տարված չեն։ Իրենք ծանր սպասման մեջ են։ Թշնամուն էլ չեմ ցանկանում, ասես ցավ տեն, ասես ցավ ապրի։ Էսի չերևացող մի ուրիշ կարգ ցավ է, որ ներսից կրծում է քեզ։ Գյուղում արդեն 5 օր է միայն անպատասխան հարցեր են, գետն է տարել թե մարդը ու էլի մի շարք հարցեր ունեն։ Բնակավայրով անցնող ու վարարումների ժամանակ վտանգավոր դարձող Մարմարիկը պատնեշ պիտի ունենար։ Կառավարություն դիանի, գյուղացին կարա անի այդքան գործ, չի կարա։ Նման բան, բայց հանելու կա այս։ Մարմարիկցի Աղման Հարությունյանն ասում է, գյուղում բոլորն են կարկամած, սպասելուց բացի ոչինչ անել չեն կարողանում։ Այ, անտանելի վիճակ է։ Այս հողագործության ժամանակն է,
Մարդու ձեռքը չի բռնում, որ մտնի հողամաս գործ անի։ Ոնց որ մեր հարազատ երեխան ունի, ինչ տարբերություն։ Մեր երեխան է, մեր ջուղի երեխան է։ Եվրոպեներ առաջ Վատիկանի Սիքստինյան կապելլայի տանիքից սխնելուզից սպիտակ ծուխ է դուրս եկել։ 2 օր տևած քննարկումներից հետո կաթոլիկ եկեղեցու 135 կարդինալները կարողացել են ընտրել Հռոմի 267-րդ պապին։ Ֆրանցիսկոս պապի մահից հետո հաջորդ պապի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում են ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեի, իտալացի Պիետրո Պարոլինի, գանացի Պիտեր Թուրքսոնի անունները։ Թե ով է նոր պապը դեռ հայտնի չէ։ Ավանդույթի համաձայն ժամեր անց Սուրբ Պետրոսի հրապարակի պապական պատշգամբից կարդինալներից մեկը լատիներենով կհայտարարի Habemus Papam, մենք պապ ունենք, և կաթոլիկների նոր առաջնորդը առաջին անգամ կողջունի հրապարակում հավաքված հավատացյալներին։ Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը զգուշացրել է Թբիլիսիի 3 խոշորագույն առևտրի կենտրոններում առկա աբեկչության սպառնալիքի մասին, կոչ անելով իր աշխատակիցներին զերծ մնալ East Point, Tbilisi Mall and Gallery Թբիլիսի կենտրոններ այցելություններից։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ իրավապահները այժմ հետաքննում են պայթյունների մասին կեղծահազանգերը։ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը նաև քննադատել է Միացյալ Նահանգների դեսպանատանը իրավապահների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելու համար վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ առևտրի կենտրոնների աշխատանքը չի դադարեցվել։ Դրանց աշխատակիցներն ու այցելուները տարհանված չեն։ Հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի նախագահի հայտարարած երրորդյա հրադադարը ուժի մեջ է մտել, սակայն Ուկրաինան մերժում է այն, պահանջելով ռազմաճակատում կրակը դադարեցնել առնվազն 1 ամսով։ Իսկ այս ընթացքում մի քանի օրում պատերազմը ավարտել պատրաստվող Դոնալդ Թրամփը դարձյալ դժգոհել է բանակցությունների ընթացքից։ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է հաղթանակի օրվա առթիվ իր իսկ հայտարարած երրորդյա հրադադարը խախտելու համար, որն ուժի մեջ է մտել կեսգիշերից։ Ուկրաինան, որը հրադադարին չի միացել, պահանջելով կրակը դադարեցնել առնվազն 30 օրով, հայտարարել է, որ ռուսական զորքը հարձակվում է առաջնագծի ողջ երկայնքով։ Մի քանի անգամ կառավարվող ռումբեր են նետել Սումիի վրա, թեև հրադադարի առաջին ժամերին հարաբերական հանգիստ է եղել։ Ուկրաինայի արտգործնախարար Նիքսում գրել է, որ օրվա ընթացքում ռուսական կողմը հրադադարը խախտել է մի քանի 100 անգամ։ Անդրեյ Սիբիգան նշել է, որ խախտումների մասին տեղեկացնում են Միացյալ Նահանգներին, եվրոպական գործընկերներին և միջազգային կազմակերպություններին, ապա հավելել 30-օրյա հրադադարի մասին Կիևի առաջարկը դեռ ուժի մեջ է։ Մենք համարժեքորեն արձագանքում ենք բոլոր հարձակումներին։ Մենք թույլ չենք տա, որ Պուտինը խաբի որևէ մեկին, երբ նա նույնիսկ իր խոստումը չի պահում։ Ռուսական կողմն իր հերթին տեղեկացրել է, որ ուկրաինական զինուժը մի քանի 100 անգամ խախտել է հրադադարը, 2 անգամ էլ փորձել է ճեղքել սահմանը Կուրսկում։ Ու մինչ Կիևն ու Մոսկվան մեղադրանքներ են փոխանակում, Մոսկվա են ժամանում տարբեր երկրների ղեկավարներ մասնակցելու վաղվա ռազմական շքերթին։ Թեև Ուկրաինան հայտարարել էր, որ չի երաշխավորում որևէ մեկի անվտանգությունը եւ կոչ արել չմասնակցել շքերթին։ Մոսկվան ակնկալում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 30 երկրի առաջնորդ, թեև մի քանիսը, այդ թվում Ադրբեջանի նախագահը, մերժել են հրավերը։ Ռուսաստանը ժամանել նաև Չինաստանի նախագահը Վլադիմիր Պուտինի ու Սի Ցինփինի հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածվել, որում կողմերը համաձայնել են ուկրաինական խնդրի կարգավորման համար հարկավոր է նախ վերացնել դրա ծագման գլխավոր պատճառները, մի բան, որ մշտապես պնդել է Ռուսաստանը։ Մոսկվայում տոնական պատրաստությունների ֆոնին Ուկրաինայի նախագահը հաղթանակի օրվան նվիրված ուղերձում այսօր կոչ է արել Ռուսաստանի դեմ պայքարել բոլոր հնարավոր ճակատներով եւ ստիպել, որ դադարեցնի պատերազմը։ Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ լռություն տիրի, որ խաղաղությունը հաղթի։ Մենք պայքարում ենք դրա համար եւ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ դրա համար։ Կամ Ռուսաստանը պետք է արմատապես փոխվի, կամ աշխարհը պետք է փոխվի։ Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահը, որ ընտրվելուց առաջ խոստանում էր օրերի ընթացքում դադարեցնել պատերազմը, հայտարարել է, թե մոտենում է պահը, երբ անհրաժեշտ է խնդրի կարգավորման վերաբերյալ որոշում ներկայացնել։ Դոնալդ Թրամփը դարձյալ դժգոհել է բանակցությունների ընթացքից։ Մենք հասնում ենք մի կետի, երբ որոշումներ պետք է կայացվեն։ Ես դժգոհ եմ դրանից։
Միացյալ Նահանգների փոխնախագահն իր հերթին ասել է, թե Ռուսաստանը չափազանց շատ բան է պահանջում պատերազմը դադարեցնելու դիմաց։ Ջեյ Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է բանակցությունները, սակայն Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է սկսեն ուղիղ խոսել միմյանց հետ, ասել է նա։ Ակնհայտորեն Միացյալ Նահանգները ուրախ է մասնակցել այդ բանակցություններին, բայց շատ կարևոր է, որ ռուսներն ու ուկրաինացիները սկսեն խոսել միմյանց հետ։ Կարծում ենք, սա հաջորդ մեծ քայլն է, որ կցանկանային կանել։ Մինչ Միացյալ Նահանգներն ուղիղ բանակցելու կոչ է անում, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը սոցցանցում տեղեկացրել է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ քննարկել է ուղիները, թե ինչպես ճնշել Ռուսաստանին, որպեսզի համաձայնի 30-օրյա հրադադարին։ Անդրեյ Երմակը չի հստակեցել, թե երբ է տեղի ունեցել ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների հետ առցանց քննարկումը, սակայն նշել է, բոլորն են համաձայնել, որ լիակատար եւ անվերապահ հրադադարը պետք է լինի արդար եւ կայուն խաղաղության հասնելու առաջին քայլը։ Մենք նաև քննարկել ենք, թե ճնշման ինչ գործիքներ ունենք, եթե Ռուսաստանը մերժի նախաձեռնությունը կամ խախտի պայմանավորվածությունները։ Ուկրաինացի պաշտոնյան նաև նշել է, որ Պուտինը երրորդյա հրադադարն առաջարկել է ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ Մոսկվայում շքերթն անվտանգ անցկացնելու նպատակով, ինչը ըստ Երմակի քաղաքական մանիպուլյացիա է։ Հնդկաստանը անցած գիշեր շարունակել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքին, ըստ Պակիստանի բանակի խոսնակի դա տեղի է ունեցել երկրի մի շարք շրջաններում։ Հնդկաստանի կառավարությունը այսօր համակուսակցական նիստ կանցկացնի Նյու Դելհի է ժամանել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ սպասվում է, որ նույն օրը ավելի ուշ կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ հնդկա-պակիստանյան միջազգային սահմանի շրջակայքում դպրոցները փակվել են, չեն գործում նաև Հնդկաստանի ավելի քան 20 օդանավակայաններ, ավելի քան 400 չվերթ է չեղարկվել։ Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները լարված են եղել 1947 թվականին Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Այդ երկրները երեք պատերազմ են մղել, որոնցից երկուսը Քաշմիրի պատճառով։ Այս անգամ էլ լարվածությունը աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո։ Էրդողանի ամենակոշտ ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելուց հետո այսօր էլ նրա X-ի օգտահաշիվն են արգելափակել։ Չնայած կալանավորմանը, Իմամօղլուն գրեթե ամեն օր այս էջով քննադատում էր Էրդողանի վարչակազմին, հորդորում թուրքերին չլռել եւ խոսել։ Haksızca, hukuksuzca içeride tutulan Որքան դուք ճնշեք, մենք այնքան կհզորանանք, այսպես է թուրքական ընդդիմությունը մարտահրավեր նետում նախագահ Էրդողանի վարչակազմին, որ Ստամբուլի հանրաճանաչ քաղաքապետին Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելուց հետո այսօր էլ նրա Թվիթերի օգտահաշիվն է արգելափակել։ Թուրքիայի տարածքում էջը հասանելի չէ, դրան հետևող 10 միլիոն օգտատերերը ընդդիմադիր առաջնորդի ուղերձների փոխարեն էկրանին մեկ տող են հիմա կարդում։ Օգտահաշիվը փակել է Թուրքիայի իրավական պահանջի համաձայն։ Չնայած կալանավորմանը, Իմամօղլուն գրեթե ամեն օր այդ էջով քննադատում էր Էրդողանի վարչակազմին, հորդորում թուրքերին չլռել եւ խոսել։ Դատախազությունը բռնության կոչ էր տեսել այդ գրառումներում։ Հազարավոր մարդիկ մինչդեռ 3 դրանց արձագանքելով կրկին փողոց էին դուրս եկել։ Երբ եւ որտեղ հանրահավաք լինի, ես կլինեմ այնտեղ, քանի որ մեր երկիրը հիմա հանրապետություն չէ, որ կառավարվում է, այն կառավարվում է մեկ մարդու կողմից։ Իմամօղլուի օգտահաշիվը արգելափակվել է նրա աջակիցների երեկվա բազմահազարանոց ցույցից մի քանի ժամ անց։ Սա թուրքական լրատվամիջոցների վերջին շաբաթների ընթացքում ընդդիմության ամենամարդաշատ հավաքն էր Ստամբուլում, որի ընթացքում ընդդիմադիր ամենամեծ ուժի ժողովրդի հանրապետականի առաջնորդ Օզգու Օզելը կրկին պնդել էր՝ պայքարն անկասելի է, կգնան մինչև վերջ։ Որքան էլ ճնշեք, մենք տուն չենք գնալու, մնալու ենք փողոցում, մինչև չհասնենք արդյունքի։ Մենք պայքարում ենք ոչ թե մեկ մարդու, այլ Թուրքիայի ժողովրդավարության եւ ազատության համար։ Երեկվա ցույցը կազմակերպել էր Ստամբուլի համալսարանի մոտ, որը Իմամօղլուի ձերբակալությունից ժամեր առաջ չեղարկել էր նրան տրված դիպլոմը։ Առանց այդ փաստաթղթի Թուրքիայի ամենամեծ քաղաքի Ստամբուլի առաջնորդ Էրդողանի ամենալուրջ մրցակիցը համարվող Էքրեմ Իմամօղլուն չի կարող մասնակցել 2028-ին նշանակված նախագահական ընտրություններին։ Էրդողանը հնարավոր ու անհնար ամեն ճանապարհով փորձում է լռեցնել մեզ։ Դուք համասարան լինելով աջակցում եք դրան, հայտարարում էր ժողովրդի հանրապետականի առաջնորդը։ Երեկոյան արդեն, երբ քաղաքային իշխանությունների հրահանգով հրապարակի լույսերը մարեցին, Օզելը հորդորեց աջակիցներին հեռախոսներով այն լուսավորել։ Ոմանց թվում էր, թե կարող են մեր ոգևորությունը մարել, եթե անջատեն լույսերը։ Ճիշտ հակառակը, նայեք այս լուսավոր հրապարակին, նայեք այս 100 հազարավոր խիզախ մարդկանց, ովքեր այսօր այստեղ են եկել ոչ միայն մեծ անարդարության դեմ բողոքելու, այլև Թուրքիայի ապագան պաշտպանելու համար։
Իմամօղլուն ջաղերի ետևում է մարտի ծահաբեկչությանն աջակցելու, ինչպես նաև կոռուպցիայի մեղադրանքներով, որոնք նա շինծու է որակում։ Այս գործով ձերբակալվել են նաև Իմամօղլուի 100-ից ավելի աջակիցներ, այդ թվում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց ազատ արձակումը պահանջող ստորագրահավաքին Թուրքիայի բոլոր անկյուններից արդեն շուրջ 15 միլիոն մարդ է միացել, պնդում են ընդդիմադիրները։ Մենք ուզում ենք լսելի դարձնել մեր ձայնը, ուզում ենք քաղաքական ակցիաներից բացի այլ միջոցների դիմել, բայց հնարավորություն չեն տալիս, նրանք ամեն կերպ փորձում են լռեցնել մեզ։ Հասարակական հարցումները վկայում են, որ չնայած ճնշումներին, ազատազրկված Իմամօղլուի վարկանիշը գնալով ավելանում է։ Վերջին օրերին հրապարակված երկու հարցումների համաձայն, մասնավորապես, եթե նախագահական ընտրությունները վաղն անցկացվեին, Ստամբուլի քաղաքապետը 7%-ով առաջ կանցներ Էրդողանից, ով Թուրքիայի իշխանության ղեկին է արդեն 22 տարի։ Ընդ որում, Իմամօղլուի վարկանիշը բարձրացել է հատկապես ապրիլին նրա կալանավորումից եւ աջակիցների դեմ սկսված ճնշումներից հետո։ Մենք մի դպրոցական ընկեր ունենք, նա մինչ օրս բանտում է, քանի որ ցույցի ժամանակ Թուրքիայի դրոշներ պարզել։ 1.5 ամիս է նրան բաց չեն թողնում, եւ մենք այսօր այստեղ նաեւ նրանց համար ենք պայքարում։ Սա Էրդողանի ժամանակակից Թուրքիայի ամենաերկարակյաց առաջնորդի դեմ բողոքի ամենաուժգին ալիքն է անցած ավելի քան 10 տարում եւ բռնկվել է մի փուլում, երբ երկրի տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Էրդողանն էլ սահմանադրության չի կարող 2028-ին երրորդ անգամ նախագահ առաջադրվել։ Թուրքական լրատվամիջոցները սակայն գրում են, որ այդ արգելանքը հաղթահարելու համար 71-ամյա Էրդողանը կարող է կամ վաղաժամ ընտրություններ անցկացնել կամ գնալ սահմանադրական փոփոխությունների, թե մեկ թե մյուս դեպքում, սակայն նրան պետք է առնվազն 360 պատգամավորի ձայն, մինչդեռ Էրդողանի արդարություն եւ զարգացում կուսակցությունն այսօր միայն 321 քվե ունի։ Բողոքի ցույցերը չեն նվազում, ազգային արժույթը Լիրանն էլ շարունակում է գահավիժել։ Շարունակեք հետևել լուրերին, այցելելով Ազատության կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, հաջողություն։